Սեպտեմբերի 5-ին ժամը 22-ի սահմաններում Մերսեդես Մակնիշի ավտոմեքենան բուլվարային թաղամասից Մուշ 2 թաղամաս ընթանալից դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և երկու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն։ Ավտովթարի հետևանքով 3 տուժածին ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն, նրանցից մեկը ստանալով լաբորատոր հետազոտություն դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ մյուս երկուսը 1994 թվականին ծնված Հենրիկ Գրիգորյանը եւ 1995 թվականին ծնված Գագիկ Գրիգորյանը ստանում են ստացիոնար բուժում։ Մասնագետները նրանց առողջական վիճակը բավարար են համարում։ Եկանք նայեցինք, հետազոտություններ անրեցինք, երկուսն էլ դարում են գլխուղեղի ցնցում, ընդունել ենք հոսպիտալիզացրել ենք հիվանդներին, հետազոտություններն արել ենք, ուրեմն արյան քննություն ենք արել, սրտակրություն, գանգն ենք նկարել, ուղեղն ենք կատե արել, ուղեղի կատե, ողնաշարի պարանոցային եւ կրծքային հատվածների կատե ենք անել եւ ընդունել ենք բաժանմունք։ Եվ կես ժամ հետո արդեն ուղղակի սկսել ենք բուժման։ Հենրիկը տարբերություն բացի գլխացապանի գլխի ցնցումից ունի ծոցրակային շրջանի, կանգի ծոցրակային շրջանի ճնճղված վերք, որը մշակել ենք, կատարել ենք առաջնային վիրաբուժական միջամտություն, գարել ենք, ախտահանել ենք եւ դրել ենք վիրակապ։ Այսօրվա տվյալներով հայմատած երեկվա հետ ուրեմն ավելի լավ են վիճակին, գիտակից են, ցնցման նշանները մի թեթևացել են, մյուս օրգան սիստեմների կողմից փոփոխություններ, պաթոլոգիական, ախտապանական նշաններ չկան, ուղեղի կողմից, կենտրոնական ներվային սիստեմի կողմից էլի օջախային ախտապանական պաթոլոգիական նշաններ չկան, հիվանդը ստանում է իր տեղորայքը, վիճակը ստաբիլ է,